Որպես Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ շարժման ղեկավարներից մեկը ձեր կարծիքով ինչ տարբերություն կա անկախության ընկալումների միջև այսօր եւ այն ժամանակ։ Եվ երկրորդը, արդյոք այնուց դուք ասում եք, որ ինքնիշխանության զգալի մասը մենք կորցրել ենք եւ շատ ժամանակ հավաքական շարժումները առնչվում են հենց անկախ ինքնիշխանության հարցին։ Արդյոք այսօր մենք նորից կանգնած ենք վերաանկախացման հարցի առջև, որքան է դա շատ կապված Հայաստանի ժողովրդի համալսման տնտեսական զարգացման եւ այլ խնդիրների։ Շնորհակալություն Արամ, առաջի հարցը դες ճիշտ հասկացա, անկախության ընկալումը այն ժամանակ եւ հիմա, չէ՞։ Ես լավ հիշում եմ 88 թվականին, երբ Ազատության հրապարակը ամբողջովին պաստառներով էր պատված, մի հատ կարծում դա մայիսին հայտնվեց, շատ խորհրդանշական էր, սս փրկողակ էր 3 եռագույնը, 3 գույնով կարմիր, կապույտ նարնջագույն։ Այն ժամանակ ըստ էության դա այլընտրանք չուներ։ Անկախությունը այլընտրանք չուներ, լայն հասարակության մասին եմ խոսում։ Այլընտրանք չկար իսկապես, որովհետև ակնհայտ էր, այո, ճիշտ է ասում պարոն Իսկանդարյանը, մենք են երրորդ կատեգորիան էինք, որոնք ազգային մեր հարցերը լուծելու համար մենք տեսանք, որ անկախությունից բացի այլ լուծում գոյություն չունի, եւ որը իրան արդարացրեց ըստ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հիմա ցավոք սրտի բնակչության մի հատվածի մոտ, ես չի ասի, որ դա մեծ հատվածն է, կա հիասթափություն։ Այո, ինչ որ ասեց, սոցիալ-տնտեսական էս ամեն ինչի պատճառը երբեմն փորձել դնել պատասխանատվությունը այն կախին դրա համար է։ Ինչին մեծապես նպաստում է ռուսական պրոպագանդան, որը ամբողջովին հակապետական պրոպագանդա է։ Ուղղակի ասում են, դե մեր պետականությունը ինչին է պետք, պետությունը ինչին է պետք։ Շատ օրինակ պարոն Իսկանդարյանը խոսեց, որ մենք հսկայական համայնք ունենք Ռուսաստանում։ Այո, ի տարբերություն մեր բոլոր, ըստ էության բոլոր այլ համայնքների, այդ համայնքը վտանգված է, ինչ որ իմաստով պատանդի դերում են, այդ սպառնալիքները հնչել են։ Հիմա ես կարծում եմ, որ ընկալում ինչ որ բանով հիասթափության պահակայք եկեք հստակ հասկանան, որ այս ամեն ինչի պատճառներն են բերում, մարդկանց մի մասն ասում, հա, սովետի ժամանակ ինչքան լավ էր։ Այդ մոտավորապես իմ սերունդն է ասում։ Չէ, լավ չէր, իրանք իրար ջահելությունն են ուզում, իրաց թվում է, որ սովետը հետ եկավ, իրանք էլի 25 տարեկան են դառնալ, չի լինելու դա։ Ահա որ պետություն էր։ Խորհրդային միության փլուզումը դա 20-րդ դարի երկու լավագույն իրադարձություններից մեկն էր, մեկը ֆաշիզմի կործանումն էր, բայց խորհրդային միության փլուզումն էր։ Դե ահավոր պետություն չի եղել պատմության մեջ։ Ու կարելի է իհարկե վիճել ներկայիս Ռուսաստանում։ Այո, այդ տարբերությունը կա։ Ընկալման այդ տարբերությունը կա։ Բայց նորից եմ ասում, կա այս անկախության սերունդը։ Գիտեք, այս սերունդի համար ես շատ եմ շփվում։ Երիտասարդները, որոնք անկախությունից հետո են ծնվել։ Ունեք իրանց համար Լենինը ինչ-որ մոտավորապես ինչ-որ մեկն է, հա, երբ ինչ-որ iPhone-ի և դրական պատերազմի արանքում ինչ-որ տես մեկը կար էլ այդ ժամանակահատվածում։ Հասկանում եք, դա առավելություն է։ Մեր մեծագույն պրոբլեմներից մեկը, որ կա, դա մտածողությունն է, որը խորհրդային մնացել է այդ մտածողությունը, ցավոք սրտի։ Որ ասում են, Հայաստանի տնտեսությունը վերականգնենք։ Մանավանդ 90-ականներին, 2000-ականների սկզբին շատ այդ մոլորությունն է, այդ արդեն վերականգնենք նախքին դրա համար խորհրդային միությունը վերականգնենք։ Հայաստանն ինչ էր անում, Հայաստանի ամբողջ տնտեսությունը հսկայական ռազմաարդյունաբերական, գիտատար համալիր էր, դա ծառայում էր սովետական խորհրդային միության պաշտպանության արդյունաբերության։ Բայց Հայաստանում ոչ մի վերջնական արտադրանք չէր արտադրում։ Ինչ-որ միջանկյալ ինչ-որ հանգույցներ էին, բաներ էին, ընդհանրապես ռելեի գործարանը հիմնականում Սուզանավերի համար էր արտադրում, որոնց խորհրդային միությունը պետք վերականգնել։ Մի օրինակ ձեզ բերեմ։ Արևելյան Գերմանիան, պարոն Իսկանդարյանը կհաստատի, համարվում էր խորհրդային ճամբարի, ճամբարի լավ էր, չէ՞ խոսքը մտածված խորհրդային ճամբարի, երևի ամենազարգացած արդյունաբերական երկրներից մեկը, չէ՞ դեռ համարվում էր արդյունաբերական ամենազարգացած։ Ուրեմն Գերմանիայի հետ վերամիավորումից հետո ինչ եղան այդ խորհրդային գործարանները Արևելյան Գերմանիայի, գիտեք։ Բոլորը հողին հավասարություն, առանց բացառության, բոլորը, որ համարվում էր խորհրդային, նոր եմ ասում, այդ ամբողջ սոցիալիստական ճամբարի ամենազարգացած արդյունաբերությունը, որտեղ ավելի հեշտ էր նոր անել, քան թե հինը վերափոխել։
Մեր այդ մտաբանը մնացել է, ասում եմ, ռուսական պրոպագանդան էապես դրան նպաստում է, էապես նկաստում է։ Վերականգնենք խորհրդային միությունը, բան ասեմ, ին տարիքի տղեկի թվում է իրանք էլի ուսանող են դառնալու, չէ, չեք դառնալու։ Անհնար է, ժամանակը հետ չեմ պտտացնի, անհնար է, տես չի լինում։ История не любит сослагательного наклона. Խորհրդային միությունը, պարոն Իսկանդարյանը լավ օրինակ է բերել, մի 15 տարի առաջ, որ ես միշտ վերում։ Ասում եմ, խորհրդային միության տրամաբանությանը ինչ ասեմ։ Իտալացիներից ավտոմեքենա էր առնում, Ժիգոլիները, գերմանացիներից էլ կինոներ էր առնում։ Հակառակը պետք է աներ ախր ասում են, չէ՞ տեսած։ Էդ էլ տրամաբանություն։ Էլ մտածելակերպներ։ Դու ինչ ասել կարծում եք, ո՞ց է։ Դուք Շանազյանը մի քիչ ասեց, որ այսօր ռազմական բալանսը խախտված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կխնդրեի ձեզ գրանտի ոչ միայն ռազմական բալանսը 25 տարի անց, նաև արտաքին քաղաքական հաշվառնող թե ապրիլյան պատերազմը եւ թե վերջին շքերթը, որ ասում են թե բալանս վերականգնել է կամ ոչ։ Ձեր վերլուծությունը։ Չէ, ես որ բալանսը խախտված է, դա միայն իմ կարծիքը չի, դա միայն իմ տեսակետը չի։ Թեկուզ եթե վերցնեք թվաբանություն անեք եւ գումարներով հաշվեք, այնտեղ կտեսնեք, որ զերոների աշճանով է խախտված, բայց նորից եմ ասում, իմ խորին համոզմամբ դա ոչինչ չի նշանակում։ Ես ասի, որ Ադրբեջանը հիմա գտնվում է այն ծուղակում, ինչ ծուղակում, որ գտնվում էր ինքնակալներում։ Դեռ ամեն նախագահը որ փոխվում էր, օրինակ Էլչիբեյը որ եկավ իշխանության, ասեց 3 ամիս հետո ես Սևանում պետք է ոտերս լվանամ կամ ասեց ես կկրակեմ իմ ճակատին։ Ես լավ հիշում եմ 3 ամիս հետո զանգեցի Վաֆա Գուլուզադեին, ասի եփենք թաղում ան գալի, ասեց ինչ թաղում, ասի բա չի կրակել։ Հասկանում եք, այդ բանը կար։ Այո, մենք 5 անգամ ավելի շատ զենք ունենք, ես ունենք, են ունենք, բայց ասեմ, կազմակերպության աշճանն է շատ թույլ իրենց մոտ։ Չեմ ասում ներքին անկայունություններ բաներ։ Հիմա ես ասում եմ, ապրիլյան պատերազմի հետևանքներից մեկը ըստ իմ համոզմամբ, եզրակացություններից մեկը, որ չնայած այն հանգամանքին, որ տեխնիկական ռազմական բալանսը խախտված է, այդ դիսբալանսը բավարար չէ, որ Ադրբեջանը զենքի ուժով կարողանա հարցը լուծել։ Սա ամենակարևոր եզրակացությունն է ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո, որտեղ միայն իմ եզրակացությունը չի։ Դա շատ հայտնի փորձագիտական շրջանների Ստոկհոլմում հայտնի այդ խաղաղության ինստիտուտը կա, որ միշտ վերլուծում է ռազմական իրենց տեսակետներով։ Դե թեկուզ ավիացիայով վերցրեք, ամերիկայով վերցրեք։ Ինչ որ ցուցադրվեց բանակում, դրա մասին վաղուց գիտեինք, մամուլով էր կար ամեն ինչ, այդ ամեն ինչ ապրիլից առաջ էլ է եղել այստեղ, չէ՞։ Բայց խնդիրն այն է, հասկանում եք, որ Ադրբեջանը միայնակ առանց իր իրական ռազմավարական դաշնակցի նման խնդիր նման քայլի չէր տիպի, խոսքը Ռուսաստանի մասին, այդ մասին շատ եմ ասել։ Լավրովի պլան պետք է իրականացվեր, որի հիմնական նպատակը ռուս խաղաղապահների տեղադրումն է։ Իսկ պետք է վերադառնայինք 88 թվին, Հայաստանը պետք է միացնի Ռուսաստանը, մի քիչ բան եմ ասում, էլի իհարկե ծայր եղածված կներեք։ Ղարաբաղն պետք է լինի Ադրբեջանի կազմում, բայց այնտեղ ռուսական զորքեր պիտի լինի։ Մոտավորապես այս սցենարներն էին գրում կամաց-կամաց։ Ես կարծում եմ, որ հիմա իրավիճակը իսկապես փոխվել է եւ փոփոխությունները հիմնականում աշխարհաքաղաքական վիճակից են գալի, բարձ է, որ այս տարածաշրջանը հիմա գտնվում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի այդ բանակցությունների անընդհատ տևող բանակցությունների կենտրոնում քննարկվում է, ոչ միայն Սիրիան կամ Ուկրաինան է քննարկվում, սա էլ է շատ քննարկվում։ Եվ ուշադրություն դարձրեք, չեմ ուզում հիմա ծավալել, Դեսպան Վորնիկի վերջի հարցազրույցը եւի տվել էր Միացյալ Նահանգների, ուրեմն Բանաձևը Ղարաբաղի կարգավորման, սա ասվում է երկրորդ անգամ։ Առաջի անգամ այս Բանաձևը ապրիլի 16-ին էր կարծեմ Գոսդեպարտամենտի կայքում հայտնվել, եթե ես չեմ սխալվում, կոչ տվել է Բանաձևը։ Կարգավիճակ տարածքների դիմաց, վերջ։ Ոչ թե ժամանակավոր կարգավիճակ, ոչ թե ինչ-որ անհասկանալի հանրակրթ, շատ հստակ ասվել է։ Ինտերֆաքսի տված հարցազրույցը 4 կամ 5 օր առաջ։ Եվ մի բան էլ հասկանանք, որ Ռուսաստանը համաձայն է ամեն ինչի բացի կարգավորմանը։ Ինքնավարությունն չէ կարգավիճակ։ Ինչպես։ Ինքնավարությունն էլ է կարգավիճակ, այնքը դա է։ Գիտեք ինչ, եկեք մի ամիջ չլնենք, կամենք։ Եկեք մի անկյուն չլնենք, եթե մադրիդյան փաստաթղթերում, որը իմիջայլոց պաշտպանվում ամբողջ միջազգային հանրության կողմից, եթե այնտեղ ասված է պարտադիր իրավական հետևանք ունեցող պլեբեսցիտ, ըստ թարգմանենք, այստեղ պարզա ինչի մասին է խոսքը արդեն, եկեք մենք մեզ չխապենք այդ Ադրբեջան թող հակին ազն իրան ընթերցողների համար դա գրի։ Շնորհակալություն։ Ականդրեմ։
հարցից պարոն Շահնազարյանը խոսացի կողակ օպերացիայի մասին ու ուղղակի մի փոքր հավելում անեմ հետո հարցից տամ։ Եկեք օղակը չթարգմանենք, էլի։ Կայսր օպերացիա։ Այո, որտեղ նույն անգլերենում էլ դա չի թարգմանվել, էլի։ Դուք խոսացիք նրա մասին, որ զանգեր են հնչել, այսինքն ճշտումներ են գործադրվել Այո։ իշխանությունների։ Ես չեմ ուզում ասել ովքեր են զանգել, արմները չեմ ուզում տալ։ Որ կա նաև Մութալիբովի բաց հարցազրույցը դրա վերաբերյալ, որ Ադրբեջանը մասնակցեց հանրաքվեին զուտ օպերացիայի դիմաց։ Իմ հարցը հետևյալն է. խորհրդային տարիներին Հայաստանում բազմիցս տեսել են հատկապես Ադրբեջանում բնակվող այս Սումգայիթի, Բաքվի, Ջևաբադի դեպքերի ժամանակ ակնհայտ երևացել է սովետական զորքերի, այսինքն չցանկությունը անգամ պաշտպանելու բնակչության, այն հավատը, որ կա, որ խորհրդային զորքերը գալու են պաշտպանեն, չեն պաշտպանելու, չպաշտպանեցին հայ բնակչության, այսինքն ըստ էության իմ կարծիքով ես այդ ժամանակ գտնված չեմ եղել, բայց եղել է խորհրդային հակախորհրդային տրամադրություններ հայկական հասարակության ներսում։ Շատ խոր է։ Ու իմ հարցը հետևյալն է. ինչպես պատահեց, որ այդ հակախորհրդային տրամադրությունները, որոնք հետագայում արկային նաև Ադրբեջանում տրանսֆորմացիացին դարձան հակառուսական տրամադրություններ, այդպիսի վերափոխումների ու տրանսֆորմացիաների չենթարկվեցին հայկական հասարակության ներսում։ Որովհետև որքան է դուք ասում եք, ու իմ խորին ցանկությունն է, որպեսզի մեր կապերը շատ ավելի բարենան արևմուտքի արևմտյան ինստիտուտների հետ, բայց միևնույն ժամանակ փաստը գալիս է ապացուցելու, որ հասարակության մակարդակով, թողենք Երևանի մարզերում, շատ էլ ունախիստ ընդգծված պրոռուսական տրամադրություններ։ Այսինքն, որոնք են այն հիմնական պատճառները, որ հակախորհրդային տրամադրությունների տրանսֆորմացիա դեպի հակառուսականություն հայկական իրականության մեջ տեղի ունեցավ անկախության տարիներին։ Չէ, ուրեմն ասեմ այդ իմաստով 90-ական թվականներին այդ ամեն ինչը շատ հստակ տեղի էր ունեցել։ Բավական հստակ տեղի ունեցել, որտեղ ես վերեցի 92 թվականի ռուսական 23-րդ դիվիզիան, գիտեք, ժամանակ մենք այստեղ ռուսական ստորաբաժանումները Հայաստանում զինաթափում էինք։ Նույնիսկ իրենք անձնական ոչինչ չեն տարել այստեղից իրենք, ոչինչ, նույնիսկ անձնական զենքերը չեն տարել, ինձ այսպես կոչված տաբելայի զենքով, լավ տաբելային ասել, զենքերով։ Այդ տրամադրությունները ոչ միայն Երևանի կենտրոնում ռուսական տանկերի դեմ մենք դատարկ ձեռքերով կռվել ենք։ Երևանի կենտրոնում։ Բաղրաման փողոցի վրա, կինոնայրի մոտ, այն կայարան գնացող կամուրջի տակ, կրակել են մեր վրա, կալանավորել են մեզ, եւ դա գիտեք, այնպես չէր էլի, որ մի քանի հոգի էին, դա ամբողջ բնակչությունն էր։ Հետագայում այո, դա գնաց նաեւ Ռուսաստան։ Ռուսաստանում գիտեք, այս ժամանակ մի հետաքրքիր իրավիճակ էր։ Ես միշտ ասել եմ, սա առանձին թեմա է։ Այդ Ելցինի ժամանակաշրջանը, հատկապես առաջի տարիները, երևի Ռուսաստանի պատմության մեջ, ոչ պատմության մեջ մի հատ ժամանակահատվածն է եղել, որ երկիրը չի կառավարվել մի անձի կողմից։ Տարբեր ուժային կենտրոններ կային, չեք կարող պատկերացնել ինչքան շատ։ Առնվազն 9 ուժային կենտրոններ կային։ Ես չեմ ասում, որ 23-րդ դիվիզիան դա Ռուսաստանի քաղաքական որոշում էր, որ եղել է։ Ես դա չեմ ասում, բայց դա փաստ է, որ եղել է։ Եվ չի եղել այն ուժը, որ դա կանգնացնի, եւ միայն սա չի։ Այդ տրամադրությունները շատ մեծ էին։ Հիմա որ դուք ասում եք, ես ձեր կարծիքի հետ համաձայն չեմ այն իմաստով, որ ես հիմա կարծեմ, միջալից հակառուսական եկեք չասենք։ Եկեք ասենք հակակայսերապաշտական, հակակայսերական։ Այդ տրամադրությունները Հայաստանում բավական մեծ տեմպերով աճում են։ Բավական մեծ տեմպերով հստակ սկսում ենք հասկանալ այդ ամեն ինչը։ Հասարակությունն է դա հասկանում արդեն։ Ես չեմ պնդի ասել, որ դա մեծ մասն է, բայց որ այդ մասը անընդհատ այդ հատվածը գնալով մեծանում է, սա փաստ է։ Իմիջիալից այդ մասին մի երկու ամիս առաջ ես արտասահմանում եմ խոսել։ Վրաստանում հակառակ պրոցեսն է գնում։ Այսպես կոչված պրոռուսական տրամադրությունները, որոնք մեծ մասը չեն, այնտեղ դրանք են աճում։ Մեր մոտ ասեմ պրոեվրոպական, եկեք այսպես ասեմ, այդ պրոեվրոպական տրամադրություններն են գնալով աճում։ Եվ դա արվում է հիմնականում Ռուսաստանի քայլերի շնորհիվ, այն ինչ որ անում է Ռուսաստանը։ Եթե Ժիրինովսկին ասում է պլևած նա Արմենիա, եթե անընդհատ մեզ ասում էին, որ մեզ դա բիզնես է, որ մենք զենք ենք վաճառում, սրա դա պետք է հանդուրժենք։ Այս ամեն ինչը չի կարող, եւ այն արհամարական, որ ասվում է Հայաստանի հանդեպ, որը անձամբ մեզ չի վիրավորում, մեր պետությունն է վիրավորում, եւ ցավոք սրտի մեր իշխանությունները չեն կարողանում դա պաշտպանել։ Դա է նպաստում այդ ամենին։ Հասկանում եք, երբ որ Պերմյակովը կա,
որ ըստ էության մինչև հիմա Հայաստանի իրավապահներին հանձնված չի մինչև այս պահը։ Երբ են Հարությունյանի դեպքը եղավ, անընդհատ տեսնում եք, հասարակությունը այս ամեն ինչ արդեն տեսնում է իր աչքերով։ Շատ բարձ տեսնում է ինչ աչքերով։ Երբ որ հայտարարում են, որ նոր ռազմական տեխնիկայի մատակարարման նոր գործարք պիտի կնքենք մենք, ուրեմն Ադրբեջանի հետ, ամեն ինչը բարձ տեսնում է հասարակությունը։ Այստեղ արդեն ոչինչ անել պետք չէ, Ռուսաստանն ամեն ինչ ինքը անում է դրա համար։ Ոչինչ անել, իսկապես ոչինչ անել պետք չէ։ Նորից եմ ասում, իմ խորին համոզմամբ այդ տրամադրությունները գնալով աճում են եւ սա արդեն դիալեկտիկական process է, սա կանգնեցնել չի լինի։ Որտեւ պարզ կամ մի ճշմարտություն, եթե Ռուսաստանի հարևանն ես, նու համարենք մենք հարևան ենք, չենք Փարքասու հարևանը չենք, ապա դու երկու ուրեմն տարբերակ ունես։ Կամ լինել Ռուսաստանի վասալը կամ Ռուսաստանի թշնամի։ Առայժմ ես հաջողվում է ինչ-որ ձևով ուսանալ։ Առայժմ լավ թե վատ ինձ թվում է բավականին վատ։ Բայց այնուամենայնիվ դա ստացվում է։ Օրինակ, պարոն Իսկանդարյանը սեպտեմբերի 3-ից հետո մի բան ասեց, որի հետ չի միջի համաձայնվել։ Ասում է սեպտեմբերի 3-ին ով է լինել Հայաստանի նախագահը, Մոսկվայում այդ ճնշմանը ենթարկվելու էր։ Դժվար է դրա հետ չհամաձայնել, բայց դրա հետ միասին պետք չէր իրավիճակը հասցնել սեպտեմբերի 2-ին։ Պետք չէր գնալ այդ ամեն ինչով։ Այսօր մեր կախվածությունը չափազանց մեծ է։ Չափազանց մեծ է Ռուսաստանից, դա պետք է հաշվի առնել։